Պարոն Հովհաննիսյան, օրվա խորհրդով ինչ ասելիք ունեք, 26 տարի անցավ, ոչինչ չի բացահայտվել մինչև օրս։ Շատ ցավալի է, իսկապես ցավալի է, որ առ այսօր ոչինչ չի բացահայտվել։ Վկաները, մարդիկ ովքեր եւ դժող են եղել եւ կարեւորագույն վկա, ավաղ կյանքն այդպեսին բոլորս մահկանացու ենք։ Վերջերս Շիրխանյանը հրաժեշտ տվեց կյանքին եւ տեղի ունեցել R30 նա պարզապես ձայնը թույլ չէր տալիս, ձայնը նստել էր, ինքը տկար էր այդ ժամանակ, երբ տեղի ունեցավ այդ R30-ը Սերժ Սարգսյանի հետ, կազմակերպիչների մասով վերաբացված գործի շրջանակներում։ Եվ այդ ժամանակ նա Շիրխանյանը մինչև այդ R30-ը խորհրդակցել է ինձ հետ, R30-ից հետո պատմել է ընթացքի մասին, ես դա ներկայացրել եմ լրատվամիջոցներին, բայց ինքը Շիրխանյանը չկարողացավ հիվանդության պատճառով դա ներկայացնել, այդպես ստացվեց, որ ինձ էր պատվիրակել այդ գործը, նա պարզապես այդ առերեսման ժամանակ Սերժ Սարգսյանի առջև նստած ասել է դու ես կազմակերպել, հենց դու կոնկրետ, որովհետև գիտեիր, որ մենք ունեինք որոշում քաղաքական, քեզ հեռացնելու բոլոր պաշտոններից, իսկապես այդ քաղաքական որոշումը եղել է, ես դա կարող եմ ասել որպես միասնական, որպես միասնություն դաշինքի քաղխորհրդի անդամ եւ Կարեն Դեմիրճյանի մերձավոր զինակից, այդպիսի որոշում մենք ունեինք Սերժ Սարգսյանին հեռացնելու եւ դա պարզապես եթե չասեմ օրերի, ամիսների հարց էր, այսինքն մոտակա ամիսներին պետք է դա տեղի ունենար, բայց տեղի չունեցավ, որովհետև Սերժ Սարգսյանը ժամանակավոր հեռացավ, ստիպված էր այն իրավիճակի կապակցությամբ, որը ստեղծվել էր, բայց ինձ այս պատմության մեջ ամենաշատը հուզում է այն, որ մենք բոլորս հույս էինք փայփայում, որ իշխանափոխությունից հետո ուրեմն կազմակերպիչների մասով բոլոր բացահայտումները ամբողջությամբ կլինեն, բայց ավաղ այդ հույսերը չարդարացան, ես հիշեցնեմ, որ նույն Արամ Զավենի Սարգսյանն էր ասում, որ իշխանափոխությունից հետո միայն հնարավոր է, որպեսզի լիարժեք բացահայտում տեղի ունենա կազմակերպիչների մասով, ես կարծում եմ բացահայտումը տեղի է ունեցել, բացահայտումը կա, բայց պարզապես դրա ձևակերպումը իրավաբանական ուշանում է եւ մենք կտեսնենք դա, թե չենք տեսնի, սա իհարկե մեզ բոլորի սուզող հարց է, որովհետև այնուամենայնիվ 26 տարի անցել եւ վկաներից շատերը արդեն կենթանի չեն։ Ես կարծում եմ, որ պետք է դադարել այս խաղերը եւ մենք պետք է կարողանանք հասնել նրան, որպեսզի այս դարի հանցագործությունը եւ այս դարի ողբերգությունը կարծես դա եղել է երեք, այնպես է, ինչու, որովհետև բոլոր պրոբլեմները, որոնք կուտակված էին եւ որոնց լուծումը մենք պետք է տայինք, մեր քաղաքական թիմը, այդ պրոբլեմները մնացել են ուժի մեջ։ Ես այսօր, որ վերընթերցում եմ մեր ծրագրերը, այն ժամանակվա, ես տեսնում եմ, որքան այժմյական են այդ ծրագրերը։ Կարծես այսօրվա համար է, որովհետև կյանքը առաջ չի շարժվել, կյանքը կարծես ընդհատվեց, ժամանակը ընդհատվեց, տեղի ունեցավ պատմության ընդհատում։ Ինչ ասեմ, շատ չխոսեմ, այսօր իսկապես խորհրդավոր օր է։ Շնորհակալություն։